Արնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Նախագծերի կառավարման ինստիտուտի տարեկան համաժողովն ու 2025 թվականի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետները ներկայացրին իրենց լավագույն փորձը, նորարարական մեթոդներն ու առաջատար գործիքները։ Հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը PMI նախագահների հետ անցկացրեց բացառիկ պանելային քննարկում, որի ընթացքում նրանք կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով ու խորհուրդներով։ Մրցանակաբաշխության նպատակն է գնահատանքի արժանացնել տարբեր ոլորտներում բարեհաջող իրականացված նախագծերի ղեկավարներին։ Հայտերի ընդունումը բացել ենք մի քանի ամիս առաջ մրցանակաբաշխությունից եւ ունեցել ենք հստակ չափանիշներ, թեև այդ չափանիշները բավականին քիչ են եւ շատ հասկանալի, եւ նպատակը կանում է նրանում, որպեսզի տարբեր ոլորտներից մարդիկ դիմեն իրենց արած նախագծերով եւ այդ չափանիշների հիման վրա կազմել ենք կարճ ցուցակ, այնուհետև միջազգային ժյուրին կարճ ցուցակի ներկայացուցիչներից ընտրել է հաղթողներին։ Մենք ունենք 50-ից ավելի հայտ եւ պետք է ասեմ, որ այս տարի շատ ակտիվ էր սոցիալական ազդեցության նոմինացիան եւ ունենք բազմաթիվ հոյակապ պրոյեկտներ, շատ դժվար է եղել կայացնել որոշում։ Այս տարի շատ յուրահատուկ է մեզ համար, որովհետեւ մեզ հյուրընկալել է Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահը։ Նախագծերի կառավարման ինստիտուտը PMI ամբողջ աշխարհում այն կազմակերպությունն է, որը կարելի ասել ստեղծել է մասնագիտությունը եւ ձևավորել է նախագծերի կառավարման ստանդարտը։ Եվ Պիեր Լմանը, նախագահը PMI, ժամանել է Հայաստան, առաջին անգամ առհասարակ ժամանել է տարածաշրջան։ Միջոցառման գլխավոր հովանավոր Էվոկաբանկը բարձր է գնահատում նախագծերի կառավարիչների դերը մեր իրականության մեջ, քանզի նրանք իրականացնում են յուրաքանչյուր ընկերության մեծ գաղափարներն ու երազանքները։ Ես իմ թիմի ներքո մշտապես մոտիվացնում եմ կարդալ, սովորել նախագծերի կառավարման հիմունքները եւ օգտագործել դրանք մեր աշխատանքում։ Մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է եւ հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին ավել զարգանալ եւ ներկայացնել իրենց նախագծերը։ Մենք PMI Armenia-ի հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր եւ այս տարի եւս մենք Project Management Awards-ի կողքին ենք, քանի որ բարձր են գնահատում այդ հաստատության կատարած աշխատանքներն ու դրա ստեղծած արժեքը։ Հայաստանում կազմակերպված համաժողովն ու մրցանակաբաշխությունը կարևոր են այն առումով, որ ի հայտ են գալիս հավակնոտ նախագծեր ու տաղանդավոր անհատներ, որոնք մեծ ներդրում ունեն Հայաստանի զարգացման մեջ։ Այս միջոցառումը կարևոր է Հայաստանի համար, որտեղ գրանցվում է առաջընթաց։ Նման նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր է զարգացում ապահովել տարատեսակ նախագծերում, որոնք վերաբերում են կառավարչության խթանմանն ու արժեքները կյանքի կոչելուն։ Կարևորում ենք նաև համապատասխան ներդրումների ներգրավումը Հայաստանում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել շարունակական հաջողություններ ու երկարաժամկետ կայուն զարգացում։ Այս տարվա մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերը բավականին հետաքրքիր են ու հաջողված։ Նախագծերի կառավարման ինստիտուտը տվյալ ոլորտի համաշխարհային առաջատար մասնագիտական կազմակերպությունն է, որն ունի գլոբալ ներկայություն 200-ից ավելի երկրներում, միավորում է հարյուրավոր մասնաճյուղեր եւ միլիոնավոր մասնագետներ ամբողջ աշխարհում։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ առկա է կառավարման արտոնագրված նախագծերի մեծ քանակություն, եւ այդ ցուցանիշը շարունակաբար աճում է։ Հայաստանը մեր կողմից կազմակերպված միջոցառումներին ցուցաբերում է ակտիվ մասնակցություն, տարբեր ասպարեզներում ստանալով բարձր գնահատական։ Հայաստանյան ներկայացուցչության աշխատանքը մշտապես արժանանում է գովասանքի, ունենալով լավ արձագանքներ։ Շատ ուրախ ենք, որ միջոցառմանը մասնակցում են նաեւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները։ Պատրաստ ենք համագործակցել նրանց հետ։ Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը Հայաստանում տվյալ ոլորտի գլխավոր իրադարձությունն է, որը կազմակերպում է PMI-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ Project Management Conference Awards 2025-ի շրջանակներում պարգևատրվեցին Հայաստանի լավագույն նախագծերից մի քանիսը։ Տարվա նախագծի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց դոպինգ ընկերությունը Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգը կազմակերպելու համար։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը պարգևատրվեց նորարարությունների նախագծի ղեկավար անվանակարգում ավտոմեքենայի առուվաճառքի թվային հարթակ նախագծի համար։ Կայուն զարգացման նախագծի ղեկավար անվանակարգում պարգևատրվեց Environment Group ընկերությունը Կոտայք եւ Գեղարքունիք մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի համար։ Սոցիալական ազդեցության նախագծի ղեկավար անվանակարգում էլ պարգևատրվեց Դասավանդիր Հայաստանը սերունդ ծրագրի համար։ Հանրային ոլորտի նախագծերի հատուկ մրցանակը տրվեց Հայաստանի կառավարությանն ու Համաշխարհային բանկին պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման համակարգ նախագծի համար։ Էվոկաբանկի կողմից հատուկ մրցանակը տրվեց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկին ու Ինոբիզ գազམ-ակերպությանը բյուրհարթակ նախագծի համար։ Եվ վերջում հատուկ մրցանակի արժանացավ Նյումեգը, Նյումեգ գրքի փառատոն նախագծի համար։
Աննա Գզիրյան, Մանվել Մարգարյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։